Մոսկվան սեղմում է օղակը, կլինի սահմանափակումների երկրորդ ալիքը, ինչ ճակատագիր է սպասվում Հայաստանին հապկում, պահանջում են նաև հանգուցալուծել ԵՄ թե ԵԱՏՄ հարցը։ Դիվանագիտական աղմուկ, իրականում դինամիկ անշարժություն, անց 365 օր, Թրամփ, Փաշինյան, Ալիև երակողմ համաձայնագրի չշոշափվող արդյունքները։ Պետականության ազգային ողնաշար ու ԴՆԹ անկախության հռչակագիր, նոր նախագծում այն չկա, իշխանությունը խոստանում է մինչև տարեվերջ հրապարակել նոր տարբերակը։ Պատմության ամենահայտնի օրինաչափությունը, երբ խոսքը հարց չի լուծում, դիմում են ուժին, Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է պատժամիջոցային կախվածության մեջ։ Զոհեր, վիրավորներ, տնտեսական կորուստներ, ռուս-ուկրաինական ճակատում կրակը չի դադարում, տուժածների մեջ հայեր կան։ Հրաժարվելով թուղթ ու գրչից, խնայելով փողերը, ԱՁՆ-երի հաշվառման կարգը հեշտանում է, մեծանում է աշխատողների կրճատման ռիսկը։ Կաթողիկոսի և 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի քրեական դատարանի դատավորին, նա 29 տարեկան է։ Ծնվել է 3, ոչ հիվանդանոցային պայմաններում, ջերմությունը իջել է մինչև 30 աստիճան։ Ընդամենը մի քանի ժամ աշխարհ եկած ու դրսում մենակ մնացած աղջնակը կապրի։ Եվ երկնքում աշխարհով մեկ, Հովհաննես Այվազովսկի, Առնո Բաբաջանյան ու Արամ Խաչատրյան, ռուսական ինքնաթիռների հայկական անունները։ Սա ժամի հիմնական թողարկումն է, ես Տիգրանուհի Կուրղինյանն եմ, բարև ձեզ։ Մոսկվան պարզություն է ուզում Երևանի հետ հարաբերություններում, տպավորություն է, թե սպասելու տեղ չկա։ Հույս ունեն, թե մինչև տարեվերջ Հայաստանը կկողմնորոշվի ի վերջո ԵՄ թե ԵԱՏՄ։ Հապկում մեր ձայնը լռեցնելու հարցն էլ հենց իրենք նոյեմբերին կքննարկեն։ Օդում կախված են նաև հազարավոր մեր հայրենակիցների դեպորտի ու մինչև անգամ դեպի Հայաստան չվերթների դադարեցման հավանական հարցերը։ Դիվանագիտական քաշքշուկը ավելի է սրվում, պաշտոնական Երևանն էլ ուղիղ խոսք չի ասում։ Արդյունքում տուժում է սովորական քաղաքացին։ Երբեմնի դաշնակիցների վստահության ճգնաժամը Սիրանուշ Մուրադյանի ռեպորտաժում։ Ռուսաստանը ամեն օր ավելի է կոշտացնում կեցվածքը, Մոսկվան ակնկալում է, որ Երևանը մինչև տարեվերջ կկողմնորոշվի Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության հարցում։ Հայկական մամուլը նույնիսկ գրեց, թե այդ վերջնաժամկետը խախտելու եւ չկողմնորոշվելու դեպքում Ռուսաստանից նոր ճնշում ռեպրեսիաներ են սպասվում։ Տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից բացի հնարավոր է արտագնա աշխատանքի մեկնածների, խոպանչիների դեպորտը, նաեւ դեպի Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը։ Այս սանկցիաների հնարավորությանը Ռուսաստանի փոխարտգործնախարարը այսօր չի անդրադարձել, բայց Եվրամիություն ԵԱՏՄ ընտրության ու հանրաքվեի մասին խոսել է նաև Մոսկվայի ակնկալած հանրաքվեի ժամկետի մասին 10 պետական լրատվական գործակալության հետ զրույցում։ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչև դեկտեմբեր։ Ակնհայտ է, որ եթե մինչև այդ ժամանակահատվածը հանրաքվե անցկացնելու կոչին ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը, հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ։ Հայաստանի հարցին նախագահները կվերադառնան Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի դեկտեմբերին կայանալիք նիստի ընթացքում։ Ռուս դիվանագետը նույնիսկ ասել է, թե ինչպես պետք է ձևակերպված լինի Հայաստանում հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ Դա պետք է չլինի աբստրակտ տեսական ձևակերպում, ցանկանում եք անդամակցել ԵՄ-ին, թե ոչ, այլ հստակ եւ գործնական։ Պատրաստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից հանուն ԵՄ անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարից։ Հարցի նման ձևակերպումը ամենաազնիվը կլինի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ։ Թեև հայկական կողմը հենց ԵԱՏՄ-ում հաշված օրեր առաջ օգոստոսի 7-ին վերահաստատեց Երևանի հավատարմությունը ԵԱՏՄ-ին ու դարձյալ բացառեց Եվրամիության հարցով հանրաքվեն, ռուսական կողմը փաստացի հետքայլ չի անում։ Ժամկետ կա նաև հապկի հետ կապված։ Հնարավոր է Հայաստանին ձայնի իրավունքից զրկեն այս կազմակերպությունում։ Նոյեմբերի 11-ին է Մոսկվայում սպասվում հապկ գագաթնաժողովը եւ ըստ փոխարտգործնախարար Գալուզինի հենց այդ օրը կարող է քննարկվել Երևանին ձայնից զրկելու հարցը։ Կազմակերպության աշխատանքներին Երևանի չմասնակցելը եւ հապկ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չի դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը, այսօր պնդել է դիվանագետը։ Երևանն արդեն 4-րդ տարին է բոյկոտում է աշխատանքներն այս դաշինքում։ Վարչապետ Փաշինյանն էլ հունիսին հայտարարեց, թե իրեն չի մտահոգում հապկից Հայաստանին հեռացնելու հեռանկարը։ Ասաց, եթե կառույցի անդամները նման որոշում ընդունեն, ապա Երևանը դա ի գիտություն կընդունի։ Եվ ահա Երևանում փաստորեն իրավիճակ չի փոխվել։ Կընդունենք ի գիտություն հապկի մեր գործընկերների կողմից կայացված
որոշման հետ կապված ես չեմ կարծում, որ այստեղ մենք որևէ պատճառ կամ հանգամանք կա, որը կարող է մեզ ստիպել ակտիվացնել մեր մասնակցությունը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Դիվանագիտական այս փոխհրաձգությունը մասնագետներին չի զարմացնում։ Արտաքին վեկտորի այս տուրբուլենտությունը ինչ կբերի Հայաստանին։ Մոսկվայից երես թեքելու դեպքում Բրյուսելը փրկողակ կդառնա Հայաստանի համար, որ սանկցիաների տակ չկքի։ Մասնագետները պնդում են, թե հայտնվել ենք ճգնաժամի եզրին։ Այս պնդումն արեցին նաև Համաշխարհային բանկի տարեկան զեկույցում երկիրը լուրջ տնտեսական ռիսկերի առջև է։ Եվրամիությունը Հայաստանին կտրուկ չի մերժում, բայց անընդհատ նորանոր պահանջներ է առաջ քաշելու, որպեսզի Եվրամիություն մտնելու տեսական շանս տա։ Օրինակ, առաջին հերթին ռուսական ազդեցության նվազեցում, այդ թվում նաև պրոռուսական քաղաքական ուժերի չեզոքացում, մեկուսացում, ռուսական բիզնեսների դուրս մղում, այսինքն արևմուտքը ձգտելու է հասնել դրան եւ որպես խայծ, որպես բլիթ օգտագործելու է երբևէ Եվրամիության անդամակցելու շանսը։ Եվրամիությունը կամ հավաքական արևմուտքը շատ նրբորեն խաղարկում է սա, Ռուսաստանում այդ խաղը տեսնում են։ Դրա համար էլ պահանջում են, որպեսզի Հայաստանի իշխանությունները այդպիսի հանրակրվե անցկացնեն։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների լայնածավալ փուլը սկսեց այս տարվա ապրիլի վերջից, ավելի ընդլայնելով մայիս-հունիսին։ Սահմանափակումներ կամ արգելքներ կիրառվեցին հայկական հանքային ջրի, ալկոհոլային խմիչքների, ծաղիկների, ձկնամթերքի, ինչպես նաև մի շարք գյուղատնտեսական ապրանքների, մրգերի, բանջարեղենի եւ հատապտուղների, նաև կաթնամթերքի ներմուծման նկատմամբ։ Ինչ է սպասվում առաջիկայում։ Ռուսական ռեպրեսիաների նոր ալիք կլինի, լավ կանխատեսումներ մասնագետները չունեն։ Սիրան Շմուրադյան, ժամը լրատվական։ Մեկ տարի է անցել, ինչ Հայաստանի, Ադրբեջանի ու Միացյալ Նահանգների առաջնորդները խաղաղության պայմանագիրը նախաստորագրեցին։ Մի կողմում խաղաղության մասին չդադարող դիվանագիտական աղմուկ է, մյուս կողմում մեր հայրենակիցները Բաքվում են, բանտարկված։ Մի կողմում խաղաղ ապագայի խոստում է, մյուսում ադրբեջանական ապրանքը գալիս է Հայաստան, հայկականը դեռ հապաղում Ադրբեջանի ճանապարհին։ Անց մեկ տարի, Էդուարդ Պողոսյանի ռեպորտաժում։ Օգոստոսի 8, 2025 թվական Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սպիտակ տուն ամերիկյան աստղերի կողքին հայկական եռագույնն ու ադրբեջանական կիսալուսինն էին, այստեղ նախաստորագրում էին խաղաղության պայմանագիր, վերջակետ կամ առայժմ գոնե միայն միջակետ դնելու հայ-ադրբեջանական շուրջ 30-ամյա հակամարտությանը։ Մեկ տարի անց այս փաստաթուղթը շարունակում է մնալ նախնական ստորագրություններով անցնող 365 օրերի մասին Հայաստանը, Միացյալ Նահանգներն ու Ադրբեջանը միասնական տեքստով են հայտարարում, Երևանն ու Բաքուն պահպանել են սահմանային կայունությունը, առաջընթաց գրանցել հարաբերությունների կարգավորման եւ սահմանազատման աշխատանքների ուղղություններում։ Թրիփի իրագործումն առաջ է ընթացել, իսկ Ադրբեջանի տարածքով Հայաստան եւ Հայաստանից փոխադրվել է շուրջ 60,000 տոննա ապրանք։ Եվ թրիփը դեռ չկա, եւ չափուկանակով առանձին պաշտոնական տվյալներ, Ադրբեջանից հայկական շուկա որքան ապրանք է մտել, փոխարենը Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը գումարային արժեքով էր տեղեկություններ հրապարակել, չնայած Երևանից միլիոնավոր դոլարների հասնող պատվերներ էին Բաքվում ստացել, Հայաստանից Ադրբեջան միայն $960 համարժեք ապրանք էր մտել, այն էլ ոչ հայկական ծագման, հոլանդական վարդեր էին եղել, Հայաստանի տարանցիկ ճանապարհներ օգտագործվել, ինչ վերաբերում է սահմանազատման ու գծման առաջընթացին, որ են Հայաստանի, Ամերիկայի ու Ադրբեջանի մայրաքաղաքներում, ապա այս աշխատանքների հետ կապված տեղաշարժ հողի վրա չի եղել։ Հայ-ադրբեջանական առաջին ու առայժմ վերջին սահմանազատում գծումը նախքան ամերիկյան գագաթնաժողովն էր Իրանցում, երբ հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները հանձնվեցին Ադրբեջանին։ Երևանի հետ հարաբերություններ կարգավորող Բաքվում շարունակում են ապօրինաբար գերեվարված 20 հայերին ճաղերի մյուս կողմում դատված պահել 15 տարուց մինչև ցմահ ազատազրկման վճիռներով։ Թեպետ փաստացի հարցեր պարզելու գործընթացում եւս առաջընթաց են նկատում Փաշինյանի, Թրամփի ու Ալիևի կառավարություններում։ Իդեպ հիշենք, որ գերիների հարցով նախագահ Թրամփը նույն օգոստոսության գագաթնաժողովի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանի հետ առանձնազրույցում խոստացավ խնդրել Ալիևին ազատ արձակելու 20 քրիստոնյաներին։ Խնդրեց, թե ոչ, մինչև այս պահը պաշտոնական տեղեկություններ չկան, գուցե խնդրել է, իսկ Ալիևը մերժել։ Արտգործնախարարներ Միրզոյանի ու Բայրամովի ստորագրությունների թանակը դեռ չէր հասցրել չորանալ նախախաղաղության փաստաթղթին, երբ Ալիևը ոտքը Սպիտակ տնից դուրս չհանած սկսեց ոտնատակ տալ այս պայմանագիրը։ Փաստաթղթի 8-րդ հոդվածով էին երթում տվել դատապարտել եւ պայքարել անհանդուր ժողովականության, ռասայական ատելության, խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղության եւ ահաբեկչության դեմ։ Սա օգոստոսի 8-ին
Լատին Ամերիկայում։ Դրանից ընդամենը 17 օր հետո օկուպացված Քարվաճար գնաց Ալիևը, գնաց ու հայտարարեց. Հայ հասարակությունը հիվանդ է եւ ես սա բացահայտ ասում եմ։ Համաձայնագիր հոդված 4 կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց օգոստոսի 29 Բաքու զրույց Ալ-Արաբիայի թղթակցի հետ։ Հայաստանի սահմանադրությունը դեռևս ունի դրույթ, որը կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության պայմանագիրը։ Երևանում Փաշինյանի կառավարությունից 1000-ում անգամ են ասել սահմանադրությունը մեր ներքին գործն է, բայց Ալիևին ու իր քաղաքական զինակիցներին սա եւ ոչ մի պահ չի կաշկանդել Հայաստանի առաջ շարունակել պահանջ դնել մայր օրենքի փոփոխությունների հետ կապված։ Ընդ որում սա այն դեպքում, երբ նախաստորագրված խաղաղության պայմանագրի երկրորդ կետում գրված է Հայաստանն ու Ադրբեջանը իրար նկատմամբ տարածքային հավակնություններ չունեն։ Թեպետ Բաքուն Թրամփի պատվին կոչված երթուղին, որ Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն է ապահովելու, շարունակ Զանգեզուրի միջանցք է կոչում։ Զանգեզուրի միջանցքը մեծ նշանակություն ունի որպես նոր տրանսպորտային զարկերակ։ Հայկական փորձագիտական համայնքի համար առաջին պահից էր միանշանակ Ալիևը խաղաղության սպիտակ աղավնու դիմակը կթողնի սպիտակ տանը ու առանց դրա դուրս կգա ամերիկյան պալատից։ Մասնագետներն իհարկե մի վայրկյան էլ չհավատացին, թե Ադրբեջանի նախագահն այս անգամ հավատարիմ է մնալու խոստումներին 2020-ի նոյեմբերի 9-ն ունեին աչքի առաջ ու բացառապես լղոզված են հնչում պաշտոնական հայտարարությունները, թե հավատացեք, խաղաղությունն իսկապես եկել է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ստիվ Ուիթքոֆը ամերիկյան պարբերականում հրապարակած հոդվածում անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան կարծում է, որ թեև դիվանագետների սերունդներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև երկարամյա կատաղի հակամարտությունը համարում էին անլուծելի, սակայն դա փոխվեց, երբ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձավ իր պաշտոնին։ Ազգային ժողովում շարունակվում են մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քննարկումները։ Հերթում երկրորդ պետաիրավական հարցերի հանձնաժողովն է, այն նախագահելու համար իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը առաջադրել է падգամավոր Արուսյակ Ջուլակյանի թեկնածությունը։ Հարցոպատասխանի ընթացքում նորընտիր խորհրդարանում իրավիճակը լարվել է, երբ հանձնաժողովի նախագահի թեկնածուն ամենայն հայոց կաթողիկոսին Ավազանի անունով է կոչել։ Ընդդիմադիրները սկսել են դարձյալ սեղաններին հարվածել։ Մենք գրում ենք նոր սահմանադրություն, ոչ թե մենք վերցրել ենք սահմանադրությունը եւ մեջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Հիմա փոքրիկ դադար այն մասին, թե ինչ ունենք հաղորդման երկրորդ հատվածում։ Պատմության ամենահայտնի օրինաչափությունը, երբ խոսքը հարց չի լուծում, դիմում են ուժին։ Թեհրանը Վաշինգտոնին մեղադրում է պատժամիջոցային կախվածության մեջ։ Զոհեր, վիրավորներ, տնտեսական կորուստներ, ռուս-ուկրաինական ճակատում կրակը չի դադարում, տուժածների մեջ հայեր կան։ Հրաժարվելով թուղթ ու գրչից, խնայելով փողերը, ԱՁՆ-երի հաշվառման կարգը հեշտանում է, մեծանում է աշխատողների կրճատման ռիսկը։ Սա ժամի հիմնական թողարկումն է, շարունակենք։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մեղադրել է ԱՄՆ-ին պատժամիջոցներից կախվածության համար։ Սա այլևս քաղաքականություն չէ, այլ սովորություն եւ ավելի վտանգավոր է կախվածություն, որը փոխարինել է մտածելու ունակությանը, ձևակերպել է պաշտոնյան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարը պարծենում է, որ իրեն հաջողվել է խեղդել Իրանին տնտեսական պատժամիջոցներով։ Ցուցադրական պոռթկումներից զատ այս հայտարարությունը պատժամիջոցներից Ամերիկայի մոլուցքային կախվածության հստակ ապացույցն է։ Երբ Վաշինգտոնը չի կարողանում դիվանագիտություն իրականացնել, դիմում է պատժամիջոցների, իսկ երբ այդ պատժամիջոցները ձախողվում են, պարզապես մեծացնում է չափաբաժինը։ Ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ կրած վնասների դիմաց փոխհատուցում ստանալու Իրանի պահանջին ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակընդդեմ պահանջ է ներկայացրել։ Ամերիկայի առաջնորդը Թեհրանից փոխհատուցում է պահանջում բոլոր սպանված կամ ծանր վիրավորված մարդկանց համար։ Դա հետաքրքիր գաղափար է, որովհետև այժմ ես նույն կերպ Իրանից փոխհատուցում եմ պահանջում բոլոր այն մարդկանց համար, որոնց նրանք սպանել եւ ծանր վիրավորել են իրենց ճանապարհամերձ ռումբերով եւ բազմաթիվ հակամարտություններով։
Ռուսաստանի Վորոնեժի տարածաշրջանում ուկրաինական օդանավթությունների գիշերային հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ ԱԹՍ-ների հարձակման թիրախում են հայտնվել Վորոնեժի մարզում գործող Վայլդբերիսի լոգիստիկ կենտրոնները։ 16000 քառակուսի մետր տարածք ընդգրկող օբյեկտներից մեկում հրդեհի տարածումը մեկուսացվել է, մյուսում հրդեհաշիջման աշխատանքներ են։ Աշխատակիցները տարհանվել են, տուժած տնտեսվարողների թվում նաև հայեր կան։ Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում էլ ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 20 մարդ։ Առաջին անգամ Ռուսաստանը չի կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների, այս մասին գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Սա Ռուսաստանի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նրանք այլևս չունեն անվտանգ ռազմավարական թիկունք, եւ առաջին անգամ նրանք չեն կարող կռվել առանց Հյուսիսային Կորեայից մատակարարումների, գրել է Ուկրաինայի առաջնորդը։ Մենք ունենք Ռուսաստանում ներքին հարցումների տվյալներ, որոնք վկայում են, որ այնտեղ այն մարդկանց թիվը, ովքեր կցանկանային տեսնել պատերազմի ավարտը, արդեն աճում է։ Եվ սա պետք է լինի ավելի շոշափելի, որպեսզի Պուտինը եւ նրա վարչակազմը, նրա ԱԴՑ գործակալները եւ ագրեսոր պետության մյուս բոլոր անդամները հասկանան, որ խաղաղությունից բացի այլընտրանք չկա։ Կոլումբիայում 7 մագնիտուդ երկրաշարժից 1 օր անց շարունակվում են փլատակների տակից դիեր հանել, զոհերի թիվը հասել է 170-ի։ Երկրի իշխանությունները ազգային մասշտաբի տարերային աղետ են հայտարարել և փրկարարական ստորաբաժանումներ ուղարկել առավել տուժած շրջաններ։ Ojo con esa pared, muchachos. Պետական ռեգիստր գնալու, ածեն հաշվառելու, հաշվառումից հանելու, գրանցման մեջ փոփոխություններ անելու կարիք էլ չի լինի։ Գործընթացը թվայնացվում է, փաստացի պարզեցվում։ Թվայնացումն իհարկե բնական ու կարևոր գործընթաց է նաև փող խնայելու համար, բայց մյուս կողմից մեծանում է նաև մեծ թվով մարդկանց աշխատանքից կրճատվելու հավանականությունը։ Ինչպես լուծել դիլեման, ժամի անդրադարձը։ Թուղթ ու գրիչը մի կողմ դնել, խույս տալ բյուրոկրատական քաշքշուկից, անհատ ձեռնարկատերերի հաշվառումը, տվյալների փոփոխությունն ու հաշվառումից դուրս բերումը, ինչպես նաև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, փակ եւ բաց բաժնետիրական ընկերությունների ու հասարակական կազմակերպությունների պետական գրանցումը առաջարկվում է իրականացնել բացառապես առցանց։ Պահանջը կտարածվի նույնականացման քարտ ունեցող Հայաստանի քաղաքացիների եւ Հայաստանում կացության քարտ կամ հատուկ անձնագիր ունեցող օտարերկրացիների վրա։ Փաստաբանները անցումը դեպի թվայնացում օրինաչափ են համարում, սակայն այն կարծիքին են, թե համակարգի ներդրման հետ աշխատանքի ծավալը կնվազի նաև պետական գրասենյակներում, ինչն էլ իր հերթին կբերի վարչական աշխատատեղերի կրճատմանը։ Օրինակ կադաստրի կոմիտեում նախկինում դու գնում էիր եւ աշխատակիցը ինքն էր լրացնում էլեկտրոնային համակարգով դիմումները։ Հիմա քանի որ դու ես պարտավոր կադաստրի կայքում լրացնել դիմումները, այսինքն աշխատանքի ծավալն է փոքրանում տվյալ մարմնի եւ դա ակնհայտորեն հանգեցնելու է աշխատատեղերի նվազեցմանը։ Ըստ պաշտոնական հիմնավորումների նախագծի նպատակը քաղաքացիների ֆիզիկական ներկայության անհրաժեշտությունը, փաստաթղթաշրջանառությունն ու պետական ռեգիստրի սպասարկման գրասենյակների ծանրաբեռնվածությունը նվազեցնելն է, ինչպես նաև Հայաստանում ներդրումային եւ գործարար միջավայրի բիզնեսի մեկնարկի ընթացակարգերը բարելավելն է, այն դարձնելով առավել պարզ եւ արագ։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է տարեկան շուրջ 70 միլիոն դրամի չափով պետական բյուջեի եկամուտների նվազեցում, նշված եզրահանգումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս իրավակարգավորումների համաձայն անհատ ձեռնարկատիրոջ առցանց հաշվառումն իրականացվում է առանց պետական տուրքի, իսկ թղթային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում վճարման ենթակա պետական տուրքը կազմում է 3000 դրամ։ Փաստաբանները թվայնացումը բնական եւ անհրաժեշտ գործընթաց են համարում, սակայն պարտադիր եղանակի անցնելու դեպքում կարևորում են համակարգերի տեխնիկական պատրաստվածությունը։ Համոզված են, որ քարտի կորուստը, նոր փաստաթուղթ ստանալու ձգձգումը կամ համակարգի խափանումը կարող են գործնական խոչընդոտներ ստեղծել։ Եթե դու քո նույնականացման քարտը օրինակ կորցնես, նորը ստանալու համար մի քանի ամիս հերթ ես կանգնում, իսկ այդ ընթացքում ինչպես աշխատես եւ ստորագրես, այսինքն տեխնիկական նման խնդիրներ, անկազմակերպ
կերպ որոշակի process-ներ կան, դրանք ներկայումս էլ կան եւ բնականաբար ինչքան արդեն այդ թվային հաղորդակցության միջոցները պարտադիր դառնան, այնքան շատանալու են այդ խնդիրները։ Երկար անցումային շրջան նախագծով նույնպես նախատեսված չէ։ Փաստաբանները սակայն այն համոզման են, որ համակարգը նախ պետք էր փորձարկել արձանագրել խնդիրները եւ միայն դրանից հետո առցանց եղանակը դարձնել պարտադիր։ Թե որքանով այս փոփոխությունը կպարզեցնի քաղաքացիների գործը, մասնագետների կարծիքով կախված կլինի համակարգի պատրաստվածությունից։ Հակառակ դեպքում հերթերն ու թղթաբանությունը նվազեցնելու նպատակով ներդրված կարգավորումը կարող է քաղաքացիների համար նոր արդեն տեխնիկական խոչընդոտներ ստեղծել։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Հիմա կարճ դադարային մասին, թե ինչ ունենք հաղորդման երրորդ հատվածում։ Կաթողիկոսի եւ 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյանի քրեական դատարանի դատավորին, նա 29 տարեկան է։ Ծնվել է 3 ոչ հիվանդանոցային պայմաններում, ջերմությունը իջել է մինչև 30 աստիճան։ Ընդամենը մի քանի ժամ աշխարհ եկած ու դրսում մենակ մնացած աղջնակը կապրի։ Եվ երկնքում աշխարհով 1 Հովանես Այվազովսկի, Արնո Բաբաջանյան ու Արամ Խաչատրյան, ռուսական ինքնաթիռների հայկական անունները։ Սա ժամի հիմնական թողարկումն է, շարունակենք։ Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերված երեխայի առողջական վիճակը կայուն է, նա շնչում է ՍԻՊԱՊ սարքի օժանդակությամբ։ Կյանքին սպառնացող վտանգ չկա։ Նորածնի նախօրեին էին խաղահրապարակում գտել շորով փաթաթված։ Բնակիչների ահազանգով նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Սկզբում երեխայի վիճակը գնահատվել է ծանր, քանի որ մարմնի ջերմաստիճանը զով պայմաններում հասել է 30-ի, գրանցվել է հիպոթերմիա։ Մասնագետները դատելով պորտալարի վիճակից համոզված են, որ աղջնակը հենց երեկ ծնվել է ու ոչ հիվանդանոցային պայմաններում։ Մեր տվյալներով պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են, կամ ոստիկանները, երբ որ ծննդատուն է ընդունվել, կլինիկա ընդունվելիս արդեն պորտալարը թանզիվով կապված եղել է, բայց երկար կտրված չի եղել, իսկ մոտավորապես 25 սանտիմետր պորտալար դեռ կար։ Պորտալարի թարմությունից դատելով կարելի է մտածել, որ 3-ից 5-6 ժամական երեխա։ Երևանի թիվ 67 երթուղին սպասարկող ավտոբուսում մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել։ Նախնական տվյալներով մինչև մահը տղամարդու ինքնազգացողությունը վատացել է։ Օրվա կարևոր լուրերը տեսաշարում։ Վեհափար Հայրապետի եւ 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 29-ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին, տեղեկանում ենք դատալեքսից։ Ավելի վաղ կաթողիկոսի եւ 6 եպիսկոպոսների գործով դատավոր Հակոբ Մանուկյանը առաջին նիստին ինքնաբացարկ էր հայտնել եւ հրաժարվել գործը քննելուց, պատճառաբանելով, որ փաստաբանի արտոնագիր է ստացել գործով փաստաբան Արա Զոհրաբյանից։ Վրաստանից արտաքսել են Հայաստանի եւ այլ երկրների 113 քաղաքացու, հայտնում են վրացական լրատվամիջոցները։ Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են նաեւ Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Սրտանոթային հիվանդություններն ու քաղցկեղը Հայաստանում վաղաժամ մահվան հիմնական պատճառներից են, իսկ ծխախոտը կարևոր կանխարգելելի ռիսկի գործոն, հայտնել է առողջապահության նախարարը։ 2025-ին այս հիվանդություններից մինչև 65 տարեկան 3639 մարդ է մահացել, որոնցից 2462-ը տղամարդ։ Ավանեսյանը նշել է, որ այդ պատճառով է ընդունվել հանրային վայրերում ծխելու արգելքը։ Սեպտեմբերի 1-ին եւ հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերն ու դրանց պատասխանները։ Քաղաքացիները ըստ նախարարության կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից եւ ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Նախարարությունից հայտնում են, որ աջակցության չափը ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500,000 դրամ, երրորդ եւ հաջորդ երեխայի դեպքում մինչև 2 միլիոն դրամ։ Ռուսական խոշորագույն Aeroflot ավիաընկերության մի քանի ինքնաթիռներ կրում են հայ ժողովրդի ականավոր զավակների անունները, որոնց ստեղծագործական հարուստ ժառանգությունը հայտնի է
Հայաստանի սահմաններից դուրս, փոխանցում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։ Ինքնաթիռներն անվանվել են աշխարհահռչակ հայ ծովանկարիչ 9-րդ ալիք կտավի հեղինակ Հովհաննես Այվազովսկու, լեգենդար կոմպոզիտոր եւ դաշնակահար Առնո Բաբաջանյանի, ինչպես նաեւ Սուսեր ըղբար եւ Սպարտակ բալետների հեղինակ Արամ Խաչատրյանի պատվին։ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է պոլսահայ 64-ամյա Հակոբ Դեղիր Մենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա տղամարդը ոստիկանությունում խոստովանել է, որ պոլսահային դանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Էրմենի Հաբերը։ Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի եւ կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ եղանակ, իդեպ եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլանդ ապրանքանիշը գերմանական որակի առաջատար տեխնոլոգիաների և գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլանդ ձեր բնակարանի կայուն եղանակը։ Իսկ այժմ եղանակի մասին ավելի մանրամասն։ Հանրապետությունում վաղը կանցնի տեղումներով։ Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 22-ից 26, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 30-ից 32 աստիճան ջերմություն։ Լոռիում կլինի 22-ից 26, Տավուշում 27-ից 32, Արարատում, Արմավիրում 31-ից 34 աստիճան ջերմություն։ Սյունիքի Հովիտներում սպասվում է 30-ից 34, Սյունիքի նախալեռներում 23-ից 27 աստիճան։ Մայրաքաղաք Երևանում գիշերը կլինի 17-ից 19, ցերեկը 31-ից 33, երեկոյան ժամերին 27-ից 29 աստիճան ջերմություն։ Ժամի հիմնական թողարկումն ավարտված է, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, կհանդիպենք։